Մենք վերադարձանք սիրելի ընկերներ, եթերից առաջ ես մանե խոսում ենք փոքրինչ խոսում ենք խոհանոցից եւ մենք շատ ենք սիրում խոհանոց, ինչ խոսք։ Այո, եւ շատ ենք սիրում խոհանոցային բույրերը նաեւ, որ արդեն տարածվել են մեր տաղավարով մեկ։ Տեսնես ինչու։ Ես գիտեմ, տեսել եմ արդեն, որովհետեւ այսօր մեր տաղավարում է մեր շատ սիրելի Սարգիսը, բարի լույս։ Բարի լույս Սարգիս։ Ինչպես ես։ Լավ, մերսի դուք։ Հիանալի։ Երբ դու մեր խոհանոցում ես, մենք վստահ ենք, որ համեղ նախաճաշ ենք ունենալու, բայց այս անգամ նախաճաշ թե ինչ ենք պատրաստում։ Նախաճաշ, հիմնական համ նախաճաշ, համ նախուտեստ, շատ թեթև հետաքրքիր նախաճաշ, նախուտեստ է մեզ սպասվում։ Հեղինակային։ Այո, հեղինակային։ Մի փոքր ներկայացնեմ, թե մեզ ինչ բաղադրիչներ են հարկավոր եւ արդեն սկսենք ընթացքում պատրաստել։ Մեզ հարկավոր է լինելու խամած մածուն, կրեմ պանիր, սերուցք, դա հատուկ մուսային զանգված ենք պատրաստելու, որ օգտագործելու ենք մեր ուտեստի հենց հիմքը, այնուհետև մեզ հարկավոր է լինելու չերի լոլիկ եւ այստեղ ունենք մաղադանոսի ձեթ, որ արդեն ես նախորդ պատրաստել եմ, որի մասին շատ ենք խոսացել, բայց նորից ես կասեմ, թե ինչպես կարելի է հեշտ եւ արագ պատրաստել մաղադանոսի ձեթը։ Նաեւ հարկավոր է մեզ բագետ հաց կամ սպիտակ կամ սև արդեն ըստ մեր նախասիրության։ Իսկ այն գեղեցիկ կանաչիները ինչ են։ Միկրոկանաչիներ։ Սա միկրոկանաչիներ են, այո։ Մենք հաճախ օգտագործում ենք եթերում եւ նաեւ պատմել ենք մեր հեռուստադիտողներին, ասել ենք թե ինչքան օգտակար հատկություններ ունեն, ելի ընթացքում կասենք, եթե այսօր ժամանակը հերիքի մեր, այսպես սկսենք չերի լոլիկի մշակումից։ Բաղադրատոմսը շատ հեշտ է, շատ պատրաստվում, մեզ ընդամենը հարկավոր լինելու չերի լոլիկ, բայց շատ կարևոր մշակում ենք կատարելու չերի լոլիկի հետ կապված, դրա համար սկսեմ հիմիկվանից արդեն պատմել, ուղղակի պետք է 2 անենք չերի լոլիկները, նաև կարող ենք մի փոքր խոսել չերի լոլիկներից, ես այսպես մտածում եմ ինչի մասին մենք չենք զրուցել, այո, այս անգամ չերի լոլիկի մասին մենք քիչ էլ զրուցում ենք։ Այո, որտեղից է հաճախ օգտագործում։ Շատ ենք օգտագործում, բայց շատ հետաքրքիր նաև որտեղից է առաջացել չերի լոլիկը եւ հասել մեզ։ Դուք գիտեք, օրինակ տեղյակ եք։ Չերի լոլիկը անունը ինձ հուշում է, որ լավ չեմ ուզում սխալվել։ Վարպետի խոսքը սխալվելու մեջ բան չկա։ Այսպես Ամերիկայից է մեզ եկել, անցած հաղորդումներին մենք նաև զրուցել ենք պղպեղի մասին, թե որտեղից է պղպեղը հասել մեզ եւ նույն սկզբունքով նաև չերի լոլիկը, չերի լոլիկի ծագումը եղել է Պերուից եւ Էկվադորից, Ամերիկայի։ Այնուհետև տարածվել է Մեքսիկայում գրեթե 16-րդ դարի շրջանակներում, բայց ինչպես միշտ էլի իսպանացիները բերել է չերի լոլիկը Եվրոպա եւ սկզբից շատ բարդ է եղել կիրառման հետ կապված, որովհետեւ մարդիկ շատ դժվարությամբ են ընդունել չերի լոլիկի փաստը, թե լոլիկը ոնց է դառը չերի լոլիկ, քանի որ ինքը վայրի լոլիկի տեսակներից է առաջացել եւ այդ տեսակները քիչ-քիչ մշակումով արդեն լայն տարածում է ունեցել Իսպանիայում, այնուհետև Իտալիայում եւ այդպես սկսել է տարածվել։ Նաեւ ինչ դասին է պատկանում չերի լոլիկը, տեղյակ եք այդ դասի հետ կապված։ Ես հենց նոր հասկացա, որ մենք սիրում ենք ուտել այս կամ այն բաղադրիչը, այս դեպքում չերի լոլիկը, բայց շատ քիչ բան գիտենք այդ անցած ճանապարհի պատմության մասին, ինչպես է մեզ հասել, ինչ օգտակար հատկություններ ունի։ Հիմա մշակման մասին ասեմ, իսկ հետո կասեմ, թե ինչ դասին է պատկանում։ Մեզ պետք է լինելու մի թեթև ուղղակի շատ բարձր ջերմաստիճանի վրա 2-3 վայրկյան ընդամենը մշակենք եւ վերցնենք։ Ցանկալի է նաեւ ծխեցում անենք։ Հիմա այս ընթացքում ցույց կտամ, թե ոնց է լինելու, եթե ծխեցումը իհարկե հաջողվի, քանի որ շատ պրոֆեսիոնալ ավելի գազօջախ է պետք, այո։ Բայց կփորձենք մենք այսպես ստանալ։ Այ ես հենց սա եմ սիրում խոհանոցի։ Ամենահետաքրքիր եւ համեղ պահերն են, չէ՞։ Այսպես համեմում եմ օրեգանոյով, սև պղպեղով եւ սվանական աղով։ Մի փոքր։ Նայեք, չերի լոլիկը գրեթե մշակում չի անցել, այսպես ցույց տամ։ Մեզ հարկավոր է ուղղակի մի թեթև վախեցնենք կրակով եւ փակենք։ Կարող ենք էլի վախեցնել, այսպես ցույց տամ, ինչ անենք։ Կարող ենք էլի վախեցնել։
Վախեցնենք, չէ, արդեն վախեցել։ Արդեն լավ Հիմա վախեցել։ թող հանգստանա, վախեցնելուց հետո, որ ավելի համեղ լինի։ Իսկ հիմա սկսենք պատրաստել մեր սերուցքային մուսը։ Նաև խոսենք չերի լոլիկի պատկանելիությունից, թե տեսակի։ օրինակ, այո, բոլորս գիտենք, որ կան մրգեր, կան բույսեր, կան պտուղներ, օրինակ, ինչ է կարծում, ինչ դասին է պատկանում, օրինակ չերի Հատապտուղ։ լոլիկը։ Չէ, հատապտուղ չէ։ Դե շատ Իսկ ասենք, Շատ հեռու գնացիք։ այո, անցած անգամ մենք զրուցեցինք եւ ասել ենք, որ հերոստատիտողները կռահեն, թե ինչ ենք պատրաստում։ Ահա։ Ինտերից ինչնած ասացի, որ կռահողներ եղել են, բայց Եղել մենք են, դեռ բաղադրատոմսին ենք սպասում ձեր, այո, որ ասեք, մենք այդ բաղադրատոմսը պատրաստենք։ Հիմա պատրաստում ենք մուսը, նայեք, քանի որ այստեղ օգտագործեցինք կրեմ պանիր, քամած մածուն եւ մի քիչ սերուսք ավելի համը նրբացնելու համար։ Այսպես։ ինչ չերի լոլիկի պատմությունն է հետաքրքիր։ Մենք դեռ ուզում ենք հասկանալ։ Պատմությունը Միրգ է բանջարեղեն, թե Չերի լոլիկը պատկանում է, եթե լսել եք մոր մազգիների, ահա, մոր մազգիներ, այո, շատ հետաքրքիր պատկանելության դաս ունի, նաև մոր մազգիներին պատկանում է կարտոֆիլը, սմբուկը, պղպեղը։ Այսպես ասել, եթե պատկերավոր պատկերացնենք, որոնք աճում են հողի մեջ եւ ոչ ծառ են դառնում եւ ոչ բույս են դառնում, այդպես։ Իրանք պտուղ են կոչվում են մորմազգիներ։ Կարտոֆիլն ու կծու եւ քաղցր պղպեղը նաեւ պատկանում են մորմազգիների դասում։ Ես սխալ եմ ապրել կյանքը, փաստորեն։ բացահայտումներ են կանում։ Այսպես մի փոքր աղ են կանում։ Նայեք ինչ հետաքրքիր կրեմային մասա ենք ստանում։ Ցանկալի է իհարկե ավելի ձեռքերով երկար ժամանակ հարել, քանի որ մեզ պետք է որ օդը մուսի հետ խառնվի, որ մենք ավելի թեթև եւ ամպիկային, այսպես ասած, մուս ունենանք։ Եվ ավելացնում ենք մի փոքր սխտոր այստեղ։ Սարգիս, իսկ տարբերությունների մասին եթե խոսենք, դե հստակ է, տեսակը տարբեր է նրանք համարվում սովորական լոլիկի կամ տարբեր տեսակի մեզ արդեն հայտնի լոլիկի եւ չերի լոլիկի։ Վիտամինային եւ համային ինչ առավելություններ գուցե ունի չերի լոլիկը, որ նախընտրելի է օգտագործել, ավելի շատ չգիտեմ, եթե ճիշտ եմ ասում, աղցանների մեջ, քան լոլիկի պես տապակել կամ ապուրների կամ խորոված տարբերակով մատուցել։ Նայեք, համային իհարկե մեզ բոլորիս հասանելի լոլիկները եւ չերի լոլիկները բնավ համերով տարբերվում են, որովհետեւ չերի լոլիկի տեսակները ավելի մշակում անցած տեսակներ են եւ ավելի աճելու ընթացքում ավելի սուր եւ խիտ համերով են ստացվում, որովհետեւ իրանք արդեն մշակում են անցած։ Եթե նկատել եք նույն ջերմոցային աճեցված լոլիկները ավելի քիչ ավելի շատ համով զիջում են չերի լոլիկին, քան սովորաբար չերի լոլիկը լոլիկին, որովհետև ավելի խիտ եւ համեղ է ստացվում չերի լոլիկը։ Քանի որ մշակված տեսակներ են եւ հիբրիդներ են հիմնական լինում, ավելի համեղ եւ նախընտրելի է ձմռանը օգտագործել նաեւ վիտամինների առումով չերի լոլիկները։ Հիմա մեր մուսը արդեն պատրաստ է, ես կտրում եմ մեզ համար հաց եւ սկսելու ենք արդեն մատուցումը անել։ Հացը կարող եք նաև տոստ անել, որ ավելի խրխրթան ստացվի։ Նաև կարող եք մի թեթև, եթե տանը կա, մենք եթերում ասել ենք մի քանի անգամ ռոզմարինի ձեթ պատրաստեք տանը պահեք եւ շատ համեղ է լինում, որ հացերի վրա ռոզմարինի ձեթ ենք անում եւ մի թեթև տոստ ենք անում։ Մեզ արդեն բավական է լինելու։ Եվ անցնենք մեր մատուցմանը։ Հիմա նայեք ինչ հետաքրքիր գույներով ափսե ենք ստանալու։ Այսպես։ Արդեն կարելի է պատկերացնել։ Եվ ահա։ Արդեն լոլիկները պատրաստ են։ Սարգիս, մենք Ծխեցման հոտը գալիս է շատ։ Ամբողջ տաղավարով է արդեն այդ գույրը։ Մենք խոսում ենք ոգեշնչման մասին, թե ինչպես են արվեստագետներին օրինակ ոգեշնչել բնության այս կամ այն երևույթները, տարածքները։ Դու նմանատիպ բաղադրատոմսեր ստեղծելուց որտեղից եւ ինչպես ես գտնում ոգեշնչում։ Նախ ասեմ, որ այդ ամեն ինչը հենց խոհանոցից եւ բաղադրիչներից են գալիս ոգեշնչումները։ Օրինակ ես երբ որ մտածում եմ ինչ-որ բան ոգեշնչված այսպես պատրաստեմ, ամեն առաջին մտքումս եմ հավաքում
Եվ անգամ դա կարող է լինել խանութում կամ սուպերմարկետում կամ շուկաներում, ես շատ եմ գնում շուկաներ, հիմնական ավելի թարմ եւ ավելի, այսպես ասած, հենց գյուղացու պատրաստած գյուղացու աճեցված հենց մթերքը վերցնելու համար, որովհետեւ դա ավելի համով տարբերվում է եւ իմ համար մի քիչ ավելի օրգանիկ է ստացվում։ Բայց ասա որ նաեւ շուկայում գնումներ կատարելը մի փոքր այդ կոլորիտին ավելի մոտ գտնվելն է։ Մի փոքր չէ, շատ, որովհետեւ այդտեղի գույները, այդտեղի տեսակները, բազմազանությունը եւ Մարդիկ վերջապես համու հոտ ունի։ Այո, այո, գիտենք հենց նոր քաղը բերել են, դա ավելի այդ հոտը համը ավելի մեծ ոգեշնչում է դրան։ Մի փոքր ասեմ նաև մեր մուսի մասին, նայեք ինչքան հետ գեղեցիկ եւ ձիգ մաս ենք ստացել կրեմային։ Ավելի, քանի որ ինքը շատ թեթև եւ փափուկ է լինելու։ Մի փոքր բացում ենք գդալով մեր ամպիկը։ Այո։ Մեր մուսային պանիրը, այսպես։ Եվ ներսում տեղադրելու ենք ծխեցված լոլիկները։ Դուք արդեն պատկերացնում եք համային համադրությունը։ Ես գունային եմ դեռ պատկերացնում։ Այո, պանրային համեր, հետաքրքիր թեթև եւ այստեղ արդեն ավելանում են ծխեցված լոլիկները։ Ծխեցված լոլիկ հիմնական իտալացիներն են շատ օգտագործում, անկախ նրանից որ իսպանացիներն են լոլիկը բերել, բայց իտալացիները ավելի զարգացրել են լոլիկի կիրառումը իրենց խոհանոցում։ Շարքից ինձ եթերից հետո կասես չէ գախնիկը այդ կրակների։ Հա, եթերում է կարող ենք ասել, քանի որ մեր սալոջախը կրակ չի տալիս, ես ուղղակի օգտագործեցի շատ բարձր, մոտ 250 աստիճան մեր թավան, այնտեղ ավելացնելով ձեթ եւ մի փոքր ջուր։ Ավելի ռեակցիա ստեղծեցի ձեթ, այո, բայց տանը խոր չեմ տալիս, որովհետեւ շատ վտանգավոր է։ Ես այսօր անպայման կփորձեմ։ Միկայի ընտանիքի անդամներին խնդրում ենք հեռանալ խոհանոցից այդ ընթացքում։ Եվ անպայման բերանպահենք, որ փակենք, հա, բաժար չլինի։ Հետո ասես Սարգիսն ասել։ Եվ նմանատիպ դեպքեր վերջին շրջանում շատ եմ նկատում սոցհարթակներում, երբ փորձում են տանը նմանատիպ հնարքներ կիրառել, եւ դա վատ է ավարտվում, որովհետեւ կրակը չի մարում, փորձում են ջրի տակ պահել թավան։ Չէ, շատ վտանգավոր է, քանի որ տեսակ ես նոր հենց ջրով եւ ձեթով տակ ստեղծեցի կրակը։ Ու այդ ռեակցիայի մեջ եթե ջրի տակ վերցնենք բանկ, դա բավականին մեծ բաժար կստացվի, ձեթի ամենա հենց այդ մտքով ենք մենք կրակը ստեղծում, եթե չունենք հենց գազ կրակ, այո, ստեղծում ենք արդեն ձեթով եւ ջրով։ Այսպես մենք նայեք արդեն հացերը տեղադրել եմ, հիմա ավելացնում եմ մաղադանոսի ձեթը։ Դու գիտես ինչպես է պատրաստվում մաղադանոսի ձեթը։ Մաղադանոսի ձեթը շատ պարզ։ Ես գիտեմ, բայց եւս մեկ անգամ շատ հաճելի կլինի։ Այո, ես հիմա արագ կամփոփեմ, մեզ հարկավոր է ուղղակի մաղադանոս վերցնել, մի քիչ սխտոր, աղ, ձեթ եւ կիտրոնահյութ։ Հարում ենք եւ թողնում ենք մնա։ Եթե նայեք կտեսնեք առանձնացել է ձեթը եւ մաղադանոսը, հետո շատ հետաքրքիր ավելի գեղեցիկ գույն ենք ստանում։ Հիմա նայեք սպիտակի վրա ավելացնելուց ինչքան գեղեցիկ գույնային ես մի փոքր հասկացա այսօր հացերի վրա կավելացնեմ ինչ որպես նախուտեստ արդեն པարզ է ինձ թվում է այսպես գցնած ձուկ եւ ամենակարևորը ավելացնում ավելացնում ենք դժվար համադրելի կլինի մի քիչ այսօր մենք նաև ավանդական խոհանոցի բաղադրատոմսերից մեկն ենք Անուշի տեսանյութերի օգնությամբ բացահայտել նրանք պատրաստում էին լցոնած ձուկ կարակով եւ ուրցով լցոնում էին ձուկը եւ կիտրոնով իհարկե չէ կարծում եմ ձուկը կթողնենք մեկ այլ օրվա համար այս ավելի թեթև ընտանեկան ընթրիք կլինի որտեղ շատ համեղ կլինի եթե Անուշը ձեռքով կպել է հաստատ շատ համեղ է լինելու այսպես մեր նախուտես նախաճաշ արդեն պատրաստ է կարող ենք ցուցադրել եւ կարող եք գալ անուն ունի անուն անվան անունը այո կոնֆի լոլիկ է կոչվում իհարկե ես եմ դրել կոնֆի լոլիկ քանի որ կոնֆի արված է մեր լոլիկները այդպես կոնֆի լոլիկ է անվանում հիանալի ինչպես միշտ արագ համեղ առողջ եւ յուրահատուկ ու այս դեպքում նաեւ հեղինակային բաղադրատոմսով այսօր մեր խոհանոցում Սարգիսներ շնորհակալություն Սարգիս ձեզ եմ շնորհակալ մենք միշտ սպասում ենք քեզ մենք շտապենք համտեսել Սարգիսի պատրաստած կոնֆի լոլիկ չէ ճիշտ եմ ասում այո կոնֆի լոլիկները իսկ դուք սիրելի ընկերներ ասենք երաժշտություն մնացեք մեզ հետ այո շարժվենք առաջ